Երբ դուք ազգային ժողովի ամբիոնից նշեցիք, ասեցիք պարոն Աջապահյան եւ այլն, ոչ հարգալից, եթե կարելի ասել, խոսեցիք Սրբազանի հասցեին, դա վրդովեցել էր հանրությանը։ Հիմա երբ Սրբազանը Քոչարյանին անվանեց իսկական տղամարդ ղեկավար, Սերժ Սարգսյանին ոչ, ՀԿ-ականները նրան անվանեցին Քոչարյանի գրասենյակի աշխատող ու քայլող անտեղյակություն, սա ձեզ ուրախացնում է, թե չէ։ Ինձ մի բան է տխրեցնում, սկսենք այդտեղից, որ ձեր նշած անձը փոխանակ հոգևոր կոչերով, եւ հաշտեցման կոչերով հանդես գա, ինքը բացառապես քաղաքական խոսույթ որդեգրած ու որդեգրած իրեն պահում է քաղաքական գործին վայել առաջին հերթին։ Ու այն ձեր ձևակերպումը, որ իմ ազգային ժողովի ելույթները հանրությանը վրդովեցրել է կամ, չգիտեմ, ջղայնացրել է, չկա նման բան, ես ձեզ վստահեցնում եմ, ընդամենը մի քանի հոգին դա հանրությունը չէ։ Ես խնդրում եմ ձեզ գալ Գյումրի եւ փողոցում ուղղակի հարցում անել տվյալ անձի վարկանիշի եւ տվյալ անձի նկատմամբ ունեցած վերաբերմունքի մասին մեր քաղաքացիների շրջանում, դե բնականաբար ձեզ երևի պետք է այն հատվածը, որը դուք եք տեսնում, չգիտեմ, բայց ես ապրում եմ Գյումրիում, ես ունեմ մեծ շրջապատ Գյումրիում եւ ես գիտեմ այդ մարդու մասին ինչ են խոսում եւ շատերը համակարծիք են ինձ հետ, այնպես որ հանրության մեջ որևէ վրդովմունք չկա։ Նորից եմ կրկնում, մի քանի հոգին ընդամենը չի կարելի որակել որպես հանրություն, սա մեկ եւ իսկ ինչ մնում է ուրախացնելու փաստը, ՀԿ-ականների ձևակերպումների հետ կապված, ես բնականաբար որևէ ուրախանալու առիթ չունեմ, ես իմ տեսակետն եմ հայտնել, ես շարունակում եմ իմ տեսակետը հայտնել, չնայած ձեր նշած այդ մի քանի հոգու հանրության, ճնշումների տակ, այսպես ասած, բայց ինչքան ասելիք ունենամ ես տվյալ անձի եւ ոչ միայն տվյալ անձի շուրջ, ինձ հնարավոր չէ որևէ կերպ լռեցնել, վախեցնել, ես տեսնում եմ խնդիր եւ արձագանքում եմ դրան։ Բնավ վիավորելու միտում չեմ ունեցել եւ պարոն Աջապահյանով դիմելը ես վիավորանք չեմ կարծում, որ դա վիավորանք է, ես գիտեմ Սրբազանին դիմելա ձևը, ուղղակի իմ ելույթի մեջ եմ նշել, ինչու եմ այդպես դիմել, որովհետև մարդը իրեն պահում է ոչ թե Սրբազանին վայել, այլ քաղաքական գործի կեցվածք է ընդունել եւ որպես քաղաքական գործի չէ իրեն դրսևորում։ Այդքանով է պայմանավորված իմ պարոնով դիմելը Միքայել arczepiskopos Աջապահյանին, այնպես որ այդտեղ խնդրում եմ որևէ անձնական վիավորանք չտեսնել։ Ընդամենը գնահատական է այն ամենին, ինչ գործունեություն ծավալում է Աջապահյանը։